Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Էդգար Առաքելյանն է, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, Թրամփի նախագիծը մտնում է գործնական փուլ, սա ինչ որ առումով Հայաստանի ներսում բավական մեծ աշխուժություն է առաջացրել, նաև ինչ որ առումով նաև մտահոգություններ է առաջացրել որոշ շրջանակների մոտ։ Հետաքրքրականն այն է, որ այն ուժերը, որոնք ժամանակի նոյեմբերի 9 կապիտուլյացիային համարում, այսօր փորձում են համեմատականի մեջ դնել Թրամփի նախագիծը նոյեմբերի 9-ի համաձայնագրի կամ հայտարարության հետ եւ ավելին նաեւ հայտարարում են, որ նոյեմբերի 9-ը ավելի շահեկան էր Հայաստանի համար, իսկ այս նախագիծը Հայաստանի համար կապիտուլյացիա էր մեղմ ասած։ Ձեր կարծիքը։ Դուք գիտեք, որ Հայաստանում կան ուժեր, որոնք մտածում են, որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար եւ ընդհակառակը ինչքան ուրեմն լավ իրենց համար, այդքան վատ Հայաստանի համար եւ հետեւաբար ցանկացած նման պրոյեկտներ հանդիպում է իրանց դժգոհությունների, քանի որ երբ Հայաստանը տնտեսապես, քաղաքական առումով, աշխարհաքաղաքական առումով ուրեմն ինքնիշխանության առումով ուժեղանում է, այդ մարդկանց հույսը, որ իրանք երբևէ պետք է Հայաստանում քաղաքական առնվազն հեռանկար ունենան, այդ հույսերը այսճանաբար մարում են եւ բնականաբար մարդիկ, ովքեր ժամանակին, ինչպես դուք նշեցիք, նոյեմբերի 9-ը համարում են կապիտուլյացիա, իսկ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով իրենք համարում են, որ դա միջանցք է, հիմա այդ կետով ցանկանում են միջանց տրամադրել Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց այ ոչ թրիփով, այսպես հայ-ամերիկյան բիզնես շատ լուրջ պրոյեկտ է կյանքի կոչվում, որի շրջանակներում Հայաստան են գալու միլիարդավոր դոլարներ եւ որի շրջանակներում Հայաստանով անցնելու են միլիարդավոր դոլարների ապրանքներ, որի շրջանակներում Հայաստանը տարածաշրջանային փակուղային պետությունից դառնում է տարանցիկ պետություն, որտեղով էլի կրկնեմ անցնելու են եւ ապրանքներ եւ նավթամուղեր կամ գազամուղեր, մալուխ, հա, այսպես, այսինքն Հայաստանը դառնալու է տարանցիկ պետություն եւ սա իրենց դժգոհության առիթ է տալիս, քանի որ երբ ժամանակին Հայաստանը շրջափակված էր գրեթե բոլոր կողմերից, հենց այդ շրջափակման արդյունքում է, որ իրենք հաջողել են Հայաստանում իշխանության գալ, հենց այդ շրջափակումը իրենք դարձրել են շատ կարևոր գործոն, որի արդյունքում իրենք կարողացել են հարստանալ։ Գիտենք, որ Հայաստանը դարձել առանց այդ էլ 4 կողմից ելք ուներ դեպի աշխարհ եւ երկուսը փակ էր, այն երկուսը կիսատ պրատ աշխատում էր եւ այդ երկուսն էլ իրենց, այսպես ասենք, վերահսկողության տակ էր իրենց իշխանության ժամանակահատվածներում սպասարկում էր իրենց բիզնես հետաքրքրությունները եւ Հայաստանը դարձել է ըստ էության փակուղային փակ պետություն, որտեղ կարող էին բիզնես անել միայն նրանք, քանի որ իրենք ունեին այդ լծակները, այդ խողովակներով Հայաստան ապրանքներ մուծել, ապրանք անել եւ եթե որևէ մեկը այդ խողովակները կշրջանցեր, բոլորս գիտենք այդ պատմությունները, գիտենք թե ինչպիսի քվոտաներ կային, որ կոնկրետ մարդիկ այս ապրանքն են բերում Հայաստան, կոնկրետ մարդիկ այս ապրանքն են բերում Հայաստան եւ եթե մեկը հանկարծ փորձեր այդ ապրանքից ներկրել Հայաստան, լավագույն դեպքում ինքը բանկրոտի կենթարկվեր, իսկ մենք գիտենք, լսել ենք պատմություններ, որ մարդիկ նույնիսկ ուրեմն կյանքով են հատուցել, երբ որ ուրեմն առանց համաձայնության ինչ որ ապրանքներ են ներկրել կամ արտահանել Հայաստանից։ Այս իրականությունն է փոխվում Հայաստանում եւ այս իրականության պայմաններում իրենք հասկանում են, որ տնտեսական մրցակցության պայմաններում, քաղաքական մրցակցության պայմաններում, աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում իրենք պահանջված չեն Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս։ Իրենց պահանջարկը ընդամենը մեկ կենտրոնում է, բայց ես նույնիսկ այսօր եմ կասկածում, որ իրենք այնտեղ էլ այդքան պահանջարկ ունեն, պարզապես այլընտրանք չունի այդ կենտրոնը եւ հենվում է այս մարդկանց վրա։ Իսկ այս մարդիկ փորձում են ուրեմն Հայաստանի պետականությունը վաճառելու գնով էլի գան իշխանության, վերցնեն իշխանությունը ու Հայաստանը էլի դարձնեն փակուղային պետություն։ Ահա սա է այն պատճառների ամբողջ խումբը կամ դրա մի մասը, որ այս մարդկանց
համար դժգոհություն առաջացնում։ Մենք գիտենք, որ այս նախագծից որքան էլ հայտարարություններ անում, որոշակի դժգոհություններ ունի նաև Ռուսաստանը, դա բնական է, քանի որ սա այս նախագիծը էլի կրկնեմ Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ինքնիշխան լինել, տնտեսապես ավելի անկախ լինել, շատ ավելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավել իր տնտեսության մեջ, իսկ դա ուրեմն ցանկացած գաղութատիրոջ համար ցանկալի ուրեմն ընթացք չի, քանի որ իր նախկին գաղութը աստիճանաբար թոթափում է այդ գաղութային լուծը եւ փորձում է դառնալ կամ դառնում է ինքնիշխան պետություն։ Պարոն Արաքելյան, նկատելի է, որ վերջին օրերին այս տարվա նաև սկզբին բավական փոխվել է Ալիևի խոսույթը, նախ շատ է սկսել խոսել խաղաղության կարևորության մասին, նախկինում հազվադեպ գրեթե չէր խոսում այդ մասին, ինչն է ստիպել Ալիևին։ Տեսեք, բնականաբար նախկինում Ալիևը ուներ իր մաքսիմում պլանները եւ փորձելու էր բնականաբար իր մաքսիմումը ստանալ եւ Ալիևի համար նույնպես վտանգավոր է տարածաշրջանում Երևան, հատկապես երբ որ այս գործընթացի այսպես կնքահայրը նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է իր վարչակազմը եւ այդ տեսանկյունից երբ որ Թրամփը խոսում է խաղաղության մասին, այստեղ վտանգավոր կլինի Ալիևի համար, որպեսզի ինքը դառնա տարածաշրջանում միակ պետությունը, որը խոսում է ուրեմն պատերազմի լեզվով, ավելին խոչընդոտում է այս ամբողջ գործընթացները։ Եթե մենք դիտարկենք Ալիևի հայտարարությունները վերջին առնվազն 2 տարիների ընթացքում, ապա մենք կտեսնենք, որ իրականության մեջ Ալիևը իհարկե ռետորաբանության մեջ շատ ավելի ուրեմն խիստ է եղել կամ շատ ավելի ուրեմն ոչ խաղաղության տրամաբանության մեջ է հանդես եկել, բայց գործնականում մենք տեսնում ենք, որ գործնական քայլերը այլ բան են ասում։ Մենք կհիշենք Կիրանցից սկսած նույնիսկ Ալիևի հայտարարությունները կապված սահմանազատման եւ սահմանագծման հետ, ինչպիսի հայտարարություններ անում, բայց մենք տեսանք, որ այդ սահմանազատումը եւ սահմանագծումը բավականին հարթ ընթացավ, չնայած էլի ներսի այս ուժերը փորձում էին դա այլ կերպ ներկայացնել։ Հետո այդ ընթացքում մենք տեսանք, որ Ալիևը բավականին կտրուկ էր արտահայտվում եվրոպական դիտորդական առաքելության հետ կապված, բայց ես նույնիսկ ձեր տաղավարում եմ ասել, որ որքան էլ Ալիևը կտրուկ է արտահայտվում այդ առաքելության վերաբերյալ, բայց ես կարծում եմ, որ այդ առաքելությունը ձեռնտու է նաև Ալիևին, քանի որ դա լրացուցիչ լծակ էր Ալիևի համար, որպեսզի Ռուսաստանին ցույց տա, որ ինքը խոչընդոտներ ունի Հայաստանի դեմ լայնածավալ հարձակում նախաձեռնելու համար, որքան էլ որոշ մարդիկ նշում են, որ Ալիևը հարձակվելու է, սա հարձակվելու է, ես նախկինում իմ հարցազրույցներում նշել եմ, որ այո Ալիևը ունի իր մաքսիմում պլան, իհարկե կցանկանան օկուպացնել Հայաստանը, բայց դրանով հանդերձ նրանք հասկանում են որ դա անիրագործելի ուրեմն նպատակ է եւ եթե փորձեն գնալ ռազմական գործողությունների էսկալացիայի լայնածավալ ճանապարհով, ապա իրենք շատ լուրջ պատասխաններ կստանան եւ հետեւաբար Ալիևին նաեւ ինչ որ ալիբիեր էին նաեւ անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանին ցույց տա, որ ինքը որքան էլ պայմանավորվածություն ունեն ինչ որ միջանց կտրելու վերցնելու, ինքը չի կարողանում դա իրականություն դարձնել։ Հետո մենք տեսանք խաղաղության հետ կապված այդ խաղաղության պայմանագրի կամ փաստաթղթի հետ կապված գործընթացները, թե ելի ինչ որ ռետորաբանությունը իրականությանը չէր համապատասխանում եւ երկար բանակցություններից բնականաբար հետո մենք տեսանք, որ Միացյալ Նահանգներում արդեն ուրեմն նախաստորագրվեց խաղաղության փաստաթուղթը, հռչակագիր ստորագրվեց, Միացյալ Նահանգների հետ այդ թրիփի Հայաստան Միացյալ Նահանգներ այդ փաստաթղթերը ստորագրվեցին, որը նաև հիմք դարձավ ներկայիս այդ թրիփի գործընթացի եւ այլն եւ այլն։ Այսինքն իհարկե ռետորաբանության մակարդակում մենք տեսնում ենք, որ Ալիևը երբեմն ուրեմն շատ կտրուկ է արտահայտվում, բայց գործնականում մենք տեսնում ենք, որ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի տարածքով արդեն շատ կարևոր ռազմավարական ապրանքներ են Հայաստան գալիս, ավելին Ալիևը, եթե չեմ սխալվում, այսօր թե 3 խոսեց նաև Հայաստանից դեպի այլ երկրներ, Ռուսաստան եւ այլ երկրներ հայկական ապրանքների արտահանման կազմակերպումը Ադրբեջանի տարածքով, իսկ նշանակում է, որ մենք գնում ենք իրականում գործնական խաղաղության ճանապարհով եւ եթե գործընթացները այսպես են շարունակում եւ հաշվի առնելով նաեւ
Հայաստան Միացյալ Նահանգները վերջերս այդ փաստաթղթի հրապարակումը կամ ստորագրումը TRIP-ի հետ կապված շրջանակային այդ փաստաթուղթը, ապա գործընթացները տանում են նրան, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, կոմունիկացիաները բացվեն եւ Ալիևը այս գործընթացին ես կարծում եմ չի կարող շատ լուրջ հանդիմանել կամ դեմ գնալ։ Պարոն Արաքելյան, Հայաստանում ընտրություններ են սպասվում, Ռուսաստանը արդեն բացահայտ ցույց է տալիս, որ չի պատրաստվում ուղղակի կողքից դիտորդ լինել ոչ միայն այդ ընտրական գործընթացներին, այլ նաև այս TRIP-ի նախագծի իրականացման հետ կապված խոսակցություններ կային, որ 100 միլիոնավոր դոլարներ են ներդնելու, որպեսզի քաղաքական փոփոխություն իրականացնեն Հայաստանում, Սալավիովը ռազմական, այսպես ասենք, հարձակում կամ օպերացիաներից էր խոսում, ինչ ասել Ռուսաստանից։ Տեսեք, այն ինչ որ ասվում է Ռուսաստանում կամ ասվում է ռուսական ռոպագանդիստների կամ իրանց քաղաքականության, այսպես ասեմ, կնքահայրերի, դուգինների բերաններով, դա նորություն չի։ Այդ մասին նախկինում էլի միգուցե ենթատեքստերով էլի հայտարարվել է, բայց այն ինչ որ հիմա ակնհայտ իրենք ասում են, սա ցույց է տալիս նաև իրենց, այսպես ասենք, թուլության մասին, քանի որ կարծեք թե իհարկե դրանց պետքա լուրջ վերաբերվել, առավել եւս երբ որ մենք դիտարկում ենք ժամանակի մեջ Սոլովյովների եւ Դուգինների հայտարարությունները եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, տեսնում ենք, որ դա համահունչ է։ Այլ հարց է, արդյոք նախկինի պես Ռուսաստանը ունի այդ լծակները, այդ քաղաքականությունը Հայաստանում իրականացնելու։ Ես համոզված եմ, որ այդ լծակները չունի։ Առավել եւս նման հայտարարությունները երբեք չեն խոսում այն մասին, որ հայ հասարակությունը լսելով նման հայտարարություններ, այսպես պրոռուսական դիրքորոշումներ կարտահայտի կամ շատ ավելի կսիրի Ռուսաստանին, եւ հետեւաբար ես կարծում եմ, որ սա ինչ որ առումով անելանելիության ճիքեր են եւ ճիչեր են Սոլովյովների եւ Դուգինների բերանից, բայց միևնույն ժամանակ մենք պետքա շատ աչալուր լինենք, ուշադիր լինենք։ Այո, 26 թվականի ընտրությունները, ինչպես ես հաճախ եւ բազմիցս կրկնում եմ, դրանք շրջադարձային են լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Դա գիտակցում են եւ Ռուսաստանում եւ Ռուսաստանի Հայաստանում գործող ռուսական պրոքսի ուժերը եւ նրանք ամեն կերպ փորձելու են այդ ընտրությունների ընթացքը տանել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, եւ այո, ընտրություններին ընդառաջ այդ հիբրիդային հարձակումները, ապա տեղեկատվությունները, ուրեմն կեղծ տեղեկատվությունը Հայաստանի իշխանության, Հայաստանի վարվող արտաքին քաղաքականության, զինված ուժերի, տնտեսության, այսինքն գրեթե բոլոր ոլորտները վերծված են թիրախի տակ եւ այսպես հարձակումներ են տեղի ունենում գրեթե բոլոր ոլորտներում եւ այստեղ շատ կարեւոր է հանրության դերը, այստեղ շատ կարեւոր է նաեւ մեր ձեզ հետ միասին դերը, որպեսզի մենք մշտապես խոսենք այդ մասին եւ բացահայտենք այդ կեղծ տեղեկատվությունները, փորձենք մենք էլ մեր հարթակներով, մեր հնարավորությունների սահմանում փորձել ուրեմն հակազդել այդ կեղծ հարձակումներին, քանի որ այդ կեղծ հարձակումները Հայաստանի ինքնիշխանության դեմ են։ Տեսեք, Սոլովյովը եւ Դուգինը պարզ արտահայտվել է, որ Հայաստանը չպետք է ինքնիշխանություն ունենա, որ պետք է անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի դեմ։ Այս երկու մարդը ներկայացնում են ռուսական քաղաքական էլիտան, այս երկու մարդը ռուսական քաղաքական էլիտայի խոսափողն են, այս երկու մարդու նախկին ասածները աշխարհաքաղաքականության, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին իրականություն են դարձել այն առումով, որ Ռուսաստանը հենց այդպես էլ վարվել է, եւ հետեւաբար այն մարդիկ, ովքեր այսօր հանդիսանում են Հայաստանում Դուգինների եւ Սոլովյովների քաղաքական գործընկերները, գաղափարակից ընկերները կամ նրանց ուրեմն հայաստանյան ներկայացուցիչները, այն մարդիկ, ովքեր այսօր տանում են ռուսական հենց այդ քաղաքականությունը, այդ մարդիկ համամիտ են, որպեսզի Հայաստանը ինքնիշխան չլինի, այդ մարդիկ համամիտ են, որպեսզի արտաքին նույնիսկ ռազմական ինտերվենցիա տեղի ունենա Հայաստանի նկատմամբ, եւ ավելին այդ մարդիկ այսօր իրենց հարթակներում այդ մասի խոսում են, արդարացնում են Դուգինների եւ Սոլովյովների եւ հետեւաբար նրանք, ովքեր 2026 թվականին կընտրեն Դուգինների եւ Սոլովյովների հայաստանյան գործընկերներին, նրանք ընտրություն կկատարեն ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության։ Պարոն Արաքելյան, Ռուսաստանի նեստի համեցեք ասողներ շատ կան,
շատ նկատի ունեմ որոշ շրջանակների մասում շատ կան ինչ սվարվել այդ մարդկանց հետ, որոնք բացահայտ աջակցում են օտար պետության ռազմական ագրեսիայի գաղափարը Հայաստանի դեմ։ Նախ այդ մարդկանցով պետք է զբաղվի ազգային անվտանգության ծառայությունը, մեր իրավապահ մարմինները, քանի որ նրանք ըստ էության կոչ են անում Հայաստանի դեմ ըստ էության տերորիստական գործողության, նրանք կոչ են անում Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայի, նրանք կոչ են անում Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման, իսկ դա քրեորեն պատժելի արարքներ են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եւ ես կոչ եմ անում եւ նաեւ թող այս մեր հարցազրույցը դիտարկվի որպես հաղորդագրություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդարացնում են Սոլովիովների, Դուգինների եւ նրանց նմանների հայտարարությունները եւ համարում են, որ իրենք ճիշտ են ասում կամ իրենց խոսքի մեջ օբյեկտիվ իրականություն կա։ Նրանք պետքա պատժվեն օրենքի ամենայն խստությամբ եւ ավելին մեր օրենսդրությունը այս առումով էլի պետքա փոփոխությունների եւ բարեփոխումների ենթարկվի, որպեսզի ամեն մի դուրս պրծուկ, չգիտեմ, կլինի աշխարհի որ ծայրում վեր չկենա եւ ուրեմն չհոխորտա Հայաստանի Հանրապետության դեմ, չհոխորտա Հայաստանի ինքնիշխանության ու անկախության դեմ ու ավելին Հայաստանի սպառնա ռազմական ինտերվենցիայով եւ օկուպացիայով։ Պարոն Արաքելյան, Սամվել Կարապետյանը կուսակցություն հիմնեց, ամենայն դեպս այսօր ամենաակտիվ կուսակցությունների ընդդիմության դաշտում ամենաակտիվ կուսակցություններից կամ շարժումներից մեկը իրենք են, ով կլինի իրենց որսորդ մեկ դրամանոց աշխատավարձ ստացող վարչապետի տեխնացուն ըստ ձեզ։ Ես արդյոք կա իրենց։ Ես չգիտեմ ով կլինի, բայց այնուամենայնիվ շատ կարևոր է, որ գոնե իրենց աշխատանքը 1 դրամ են գնահատել, սա շատ կարևոր ցուցիչ է, քանի որ չի կարող պրոֆեսիոնալ մարդը, ինքնաբավ մարդը, իրեն գնահատող մարդը որևէ աշխատանք կատարել եւ այսպես պոպուլիստական մաքսիմում կարող են պոպուլիստական քայլեր անել եւ ասել այո մենք 1 դրամ կստանանք, բայց նույն հեծի օրինակը ցույց է տվել, որ չնայած այնտեղ իրենք բավականին բարձր աշխատավարձեր են ստանում, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ մի կողմից կարող են օրինակ 1 դրամ պայմանական աշխատավարձ իրենց նշանակել, բայց օրինակ միջազգային ֆինանսական կառույցներից տոկոսով վարկեր վերցնել, հետո անտոկոս այդ փոխառություն ձևակերպել իրենց փոխկապակցած ընկերություններ։ Ահա դա է այդ 1 դրամի գինը, որը մենք կվճարենք ու կվճարենք շատ ավելի թանկ, միլիոնավոր անգամներով շատ ավելի թանկ։ Ուրեմն իսկ ինչ վերաբերում է որսին, հա, այսօր ես գրառում արել եմ եւ իրենց համարել եմ սուպլիկ որսկաներ, քանի որ եթե իրանք այդպես ուրեմն շատ ուժեղ որսորդներ էին, իրենց կառավարման 20 տարիների ընթացքում այդ հնարավորությունը ունեին, թող գնային դրսերը որս անեին, բերեին Հայաստանը, երեք նույն Նարեկ Կարապետյանի հայրը ուրեմն հանդիսացել է հանրապետական խմբակցության ղեկավար, այսինքն այդ քաղաքական ամենակարևոր կառույցի ղեկավարն է, եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, ուրեմն Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին բանտից ազատելու համար հանդիսացել է այն բիզնեսմեններից մեկը, ով միլիոնավոր դոլարների ուրեմն գրավ է տվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը դուրս գա։ Այսինքն էլ ոնց պետք է այդ կապը լինի իրենց ու նախկին իշխանությունների հետ։ Նախկին իշխանությունների ժամանակ իրենք ունեին լուրջ արտոնություններ, լուրջ հնարավորություններ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի տնտեսությունը փակելու, Հայաստանի տնտեսությունը ուրեմն իրենց շահերին ծառայեցնելու մասին նաև դա վերաբերում է նաև Սամվել Կարապետյանին, քանի որ ինքը եղել է այդ տարիների Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական իշխանության ֆինանսական եւ քաղաքական հենասյուներից մեկը, եւ հետեւաբար պատասխանատվություն են կրում նաև նրա համար, թե ինչու էր Հայաստանի տնտեսությունը այդքան թեր զարգացած, ինչու էր Հայաստանը այդ տարիներին դարձել ուրեմն տարածաշրջանի ամենաթույլ զարգացած եւ ամենաթույլ պետությունը եւ օղակը, եւ որքան իրանք խուսափեն ասոցացվելուց, միևնույն է իրանք ասոցացվում են եւ իրենց ուրեմն նախկին գործունեությամբ դա նաեւ փաստվում եւ ապացուցվում է եւ հետեւաբար այդ 20 տարիների ընթացքում իրենք այդ որսի հնարավորությունը ունեին, կարային դրսից որս անեին եւ գային ուրեմն երկիրը պահեին կամ դարձնեին ուժեղ Հայաստան, ինչպես որ իրենք են դա անում, իրականում իրանք այդ որսը
արել են, բայց այդ որսը արել են բացառապես իրենց նեղ անձնական տնտեսական եւ շահերի տնտեսական եւ քաղաքական շահերից ելնելով իրականում իրանք այդ որսը արել են նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության ներսում ու իրականում իրանք ոչ թե որս են արել, այլ Հայաստանի Հանրապետության ներսում զբաղվել են որսագողությամբ, քաղաքական որսագողությամբ ու այդ որսագողության արդյունքում որ Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենաաղքատ թե զարգացած ուրեմն պետությունը կհաջողվի նրանց լայն ընտրազանգված գրավել իրենց կողմը։ Ես կարծում եմ, որ իրանց կհաջողվի մեծ փողեր ծախսել, բայց ես համոզված եմ, որ ուրեմն մեր քաղաքացիները, ընտրողները այլևս այնքան ուրեմն հասունացած են քաղաքական առումով, որ այլևս կոպիտ ասած այդ 1 դրամի կուտը չեն ուտելու կամ այդ որսորների տված որսի կուտը չեն ուտելու եւ իրականության մեջ ընտրություն կկատարեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության օգտին, քանի որ եւ ժողովրդավարության օգտին, քանի որ ինչպես ես նշեցի օրինակներով թե այս մարդիկ ում հետ կապ ունեն, թե այս մարդկանց պաշտպանները ովքեր են, նույն Սոլովյովը այսպես կրծքով պաշտպանում էր Սամվել Կարապետյանին, բայց ասում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ մենք պետքա ռազմական գործողություն իրականացնենք։ Նույնը Դուգինը, նույնը շատ ռոպագանդիստներ ռուսական քաղաքական էլիտայում եւ տեղեկատվական դաշտում, հետեւաբար ընտրությունը այս մարդկանց կամ հոգուտ այս մարդկանց ընտրությունը նշանակում է ընտրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ ժողովրդավարության։ Պարոն Արաքելյան, եկեղեցու շուրջ ճգնաժամը չի հանգուցալուծվում, որս հայտնի դարձավ, որ Մայրաթորը եպիսկոպոսած ժողով է գումարելու արտերկրում, սա աննախադեպ էր իմիջիալոց վերջին, չգիտեմ, քանի տարիների պատմության մեջ բարենորոգման խորհուրդը կոչով դիմել է, որ սա անթույլատրելի է եւ անօրինական է, ոնց եք մեկնաբանում թե Մայրաթորի այդ հայտարարությունը թե սա խայտարակություն է, քանի որ մեր հոգևոր ժողովները նույնիսկ երբ որ Հայաստանի Հանրապետություն չենք ունեցել, անկախ պետություն չենք ունեցել, նույնիսկ այդ պայմաններում մեր կաթողիկոսները եւ հոգեվորականները ձգտել են Հայաստանի տարածքում իրականացնել այդ հոգևոր ժողովները եւ նույնիսկ եթե ժամանակ առ ժամանակ մեր կաթողիկոսությունները որոշ հանգամանքներից ելնելով տեղափոխվել են այլ երկրներ կամ այլ տարածքներ, մշտապես առաջին հնարավորության դեպքում դրանք վերադարձվել են Հայաստանի տարածք կամ Արարատյան դաշտ, Մայրաթորի տարածք կամ այլ տարածքներ, որոնք պատմական հայկական ուրեմն տարածքներ է եղել եւ այսօր երբ որ գոյություն ունի Հայաստանի անկախ հանրապետություն, Կտրիշ Ներսիսյանը իր եղբորով եւ իր նեղ շրջապատով ուրեմն անտեսում է Հայաստանի անկախությունը եւ այդ փորձում է այդ ժողովը կազմակերպել Հայաստանի սահմաններից դուրս, մյուս կողմից էլ ուրեմն սա ինչ որ առումով բնական է այն տեսանկյունից, որ Կտրիշ Ներսիսյանը երբեք Հայաստանը չի համարել իր միգուցե պետությունը, Կտրիշ Ներսիսյանը երբեք Հայաստանի Հանրապետությունում հանրային աջակցություն չի ունեցել, դրա համար Կտրիշ Ներսիսյանը օտար է Հայաստանի Հանրապետության համար, ինչպես որ Հայաստանի Հանրապետությունն է օտար Կտրիշ Ներսիսյանի համար եւ հետեւաբար Կտրիշ Ներսիսյանի համար տարբերություն չկա, ինքը այդ հոգևոր ժողովը կանի ուրեմն Վաղարշապատում, Մոսկվայում, չգիտեմ, Վիեննայում, Փարիզում, թե այլ երկրներում, քանի որ նշեմ, որ Կտրիշ Ներսիսյանի համար Հայաստանը դա օտար պետություն է եւ նաեւ որոշակի փաստերի վկայությամբ կարող ենք ասել, որ իրենք ըստ էության ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, այլ իրենք ծառայում են օտար շահերի եւ օտար նպատակների։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա օրվա թեման էր, զրուցակիցը քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր, կհանդիպենք առայժմ։